սիրելի աշակերտներ, սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել Լիդա Ասատրյան բանաստեղծողում, ում ստեղծագործությունները մշտապես ներկայացվել է հանրությանը։ Այժմ կդիտենք մի փոքրիկ տեսանյութ նվիրված Լիդա Ասատրյանի հիշատակին և շարունակենք մեր միջոցառումը։ Լիդա Ասատրյանի հիշատակին ասում են մարդանից հետո Իրանում է թողնում սերունդներին, ժառանգներին, հարազատներին, շրջապատին։ Մի այսպիսի առակ կա, մարդը մահանում և Աստծո մոտ է գնում, Աստված նրան մի աղբյուր է տալիս ու ասում, քոնն է այս ջուրը։ Մարդը ամեն օր լվացվում և ուրախանում է սեփական աղբյուրի անսպար ջրի հոսքը տեսնելով։ Տևական ժամանակ անց, երբ հերթական անգամ մոտենում է աղբյուրին, տեսնում է ջուրը ցամաքել է։ Անհանգստացած Աստծո մոտ է գնում ու հարցնում, թե ինչու է աղբյուրը չի հոսում։ Աստված պատասխանում է, քո մասին այլևս չեն խոսում այնտեղ ներքևում։ Ուզում եմ Լիդայի մասին հավերժ խոսեմ և նրա աղբյուրը երկնքում երբեք չցամաքի։ Նայեք այս գեղեցիկ աղջկա հայացքին և աչքերի մեջ սեր կգտնեք։ Ասացին, որ նրա երազանքը Հայաստան գալն էր։ Ավաղ, Աստծո գործերը անքննելի են։ Լիդան եկավ Հայաստան, եկավ հետմահու, և նրա հիշատակին նվիրված ծրագրի շրջանակում բացվեցին Հայաստանի հեռավոր սահմանապահ ծերացող գյուղերի դարպասները։ Հազարավոր ընտանիքներ սերմեր ստացան, տասնյակ դարպասներ գունավորվեցին։ Լիդայի հիշատակին նվիրված ծրագրի շրջանակներում վառ արևի գույնով գունավորվեց հայ գյուղի գորշությունը։ Մենք այդ գյուղեր արևով փաթեթավորված հույս տարանք։ Ուզում եմ յուրաքանչյուրը տաղոթեք նրա հոգու հանգստության ու խաղաղության համար։ Լիդան բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ասում են, Աստծուն հրեշտակ էր պետք ու Լիդային իր մոտ տարավ։ Լիդայի ծնողները, տիկին Աղավնին և պարոն Ստեփանը, տիկին Հասմիկի հետ միասին որոշեցին իրականացնել իմ հայ գյուղի հերթական ծրագիրը՝ ի հիշատակ դստեր։ Այս ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Արատաշեն գյուղում հիմնել ենք պտղատու ծառերի այգի, որը բերք կտա դպրոցին, իսկ ծառերը հավերժ կպատմեն Ամերիկայում բնակված, բայց հայ մնացած Լիդայի մասին։ Իսկ ցայտ աղբյուրը, որի ջուրը կհագեցնի անցորդի ծարավը, կտա օրհնություն Լիդայի ընտանիքին, Լիդայի շատ սիրելի եղբոր ընտանիքին, տիկին Հասմիկին, Լիդայի հավատարիմ ընկերուհի ու քույր դարձած Աննային, օրհնություն կտա նրա բոլոր հարազատներին։ Լիդայի հիշատակին նվիրված ծրագրի շրջանակներում վառվեց Աստծո փեշի տակ ծվարած Բնունիսի եկեղեցու լույսերը։ Ես Լիդային չեմ ճանաչել, բայց ճանաչում եմ։ Անգամ ինձ շատերը նմանեցնում են նրան։ Ես նրա դեսպանն եմ հեռավոր հայ գյուղում, և ես գիտեմ, որ մի օր հավերժությունում հանդիպելու եմ նրան, ամուր գրկելու եմ ու ասեմ արև քեզ։ Գրում եմ և անկառավարելի դարձած արցունքներս հոսում են ու լղոզում թղթի վրայի թանաքը։ Ոչ, սրանք տխրության արցունքներ չեն, այլ գնահատանքի ու շնորհակալության։ Շնորհակալություն տիկին Հասմիկին և տիկին Աղավնիին ծրագիրս կյանքի կոչելու համար, ինձ Լիդայի հետ ծանոթացնելու համար։ Ասում են, մարդն իր մահից հետո իր անունն է թողնում։ Լիդային դա հաջողվեց։ Նրա անունը հավերժ գրվեց Աստծո անմահների օրագրում։ Լիդա Ասատրյանը ծնվել է 1971 թվականին Հայաստանում։ 1971 թվականին իր ընտանիքով տեղափոխվել և հաստատվել Լոս Անջելեսում։ Նա շարունակել է իր կրթությունը Իրանահայ միության Շաբաթօրյա դպրոցում, որտեղ սովորելու ընթացքում ցուցաբերել է արտակարգ առաջադիմություն և մեծ սեր
գրականության և պատմության բնագավառում։ Լիդա Ասատրյանը ունի բազմաթիվ բանաստեղծական ողջույն կտորներ, որոնցից մի քանիսն արդեն հայտնվել են հայ մամուլում և արժանացել բարձր գնահատանքի։ Այժմ եկեք լսենք մի քանի բանաստեղծություններ 7-րդ պետդասարանի աշակերտների մատուցմամբ։ Եթե նայեք դուք ձեր անցյալին, դուք անդուն ու պանդուկ թայեր, ետ նայեք դուք ձեր գանձերից, ձեր վայրքից ու խնջույքից, թափառական, կնչու կյանքից, և երբ պիտի վերադառնաք դուք հայրենիք, զավակներին դուք մեր հայոց փրկեք անխիղճ ուրացումից։ Ամեն տարի նոր տարվան ձմեռ պապին է գալիս, ամեն տարի նոր տարվան տոնածառն է լույս տալիս, ամեն տարի նոր տարվան մեր հին տարին է փոխվում, նոր տարին է, որ բոլորիս ուրախ օր է նվիրում։ Չեմ մոռանա հայրենիքս, որ իր գրկում եմ ծնվել, չեմ մոռանա մասի սարը, որ սլանում է երկնքում, չեմ մոռանա իմ հայրենի լեռները սեկ ու ձորերը խորնոմոտ, չեմ մոռանա Արաքս գետը, որ քաղցր երգեր է երգում, չեմ մոռանա Հայաստանը, իմ սուրբ երկիր, իմ մայր հող։ Մի քաղաքում կար մի տղա, աշխատասեր ու շատ վստահ, շատ էր սիրում նվազեցնել, գրել, կարդալ ու սովորել, սիրում էր նա իր մայրիկին, ընկերներին ու գրքերին, ինչ որ վատ էր նա չէր անի, ու մայրիկին միշտ կլսի, մայրն էր նրա ապարտանում ու տղային միշտ էր գովում։ Այժմ կլսենք մի փոքրիկ արձակ ստեղծագործություն Անիի մտահոգության մասին, որն ի դեպ վերաբերում է սփյուռքահայ հայ մանկան նկարագրի ձևավորմանը։ Անին դպրոցից վերադարձավ։ Նա գրքերը նետեց սենյակի մի անկյունը ու բողավեց փոքրիկ եղբոր վրա։ Մտավ իր սենյակը և դուռն աղմուկով փակեց։ Մայրիկը մտահոգված շտապեց նրա սենյակը։ Նա տեսավ, որ Անին կախել է անկողնում ու լաց է լինում։ Նստեց կողքին ու պնդեց, որ ասի, թե ինչու է այդպես լաց լինում։ Մայրիկ, ես չեմ ուզում հայ լինել, հեկեկալով ասաց Անին։ Ամոթ քեզ Անի, ասաց մայրիկը, հազար ամոթ։ Ծաղրում են մայրիկ, ասում են հայերը հիմար են և արժանի չեն ուտելու ճաշարանի ուտելիքները։ Անի, ես քեզ խելացի էի կարծում, ասաց մայրիկը տխուր։ Անի, այդպես խոսողներն են հիմար, դու մի լսիր իրենց։ Ոչ, մայրիկ, դու վաղը գնա դպրոց և նրանց բացատրիր, որ մենք օրինական ամերիկյան ընտանիք ենք, չէ՞ որ ես այստեղ եմ ծնվել։ Մայրիկը հուզված ու կարգացած դուրս գնաց սենյակից։ Հաջորդ օրը ճաշարանում Անին տեսավ, թե ինչպես իսպանացի ու ամերիկացի երկու տղաներ ծաղրում էին մի հայ աղջկա։ Աղջիկն ինչ-որ բան ասաց նրանց, դեմքը շուռ տվեց և հպարտ հեռացավ։ Անին ափսը ձեռքում կանգնած մնաց։ Նրա ականջին ապտակի պես հնչում էին իր մոր խոսքերը. «Ամոթ քեզ Անի, ամոթ»։ Իմ հայրենիքը մեծ է ու հպարտ, իմ հայրենիքը հին է վաղուց, իմ հայրենիքը ունի մասի սար, որ ոչ մի ուրիշ երկիր չունի, իմ հայրենիքը ունի սառը ջուր, որ գալիս է սարերից, հպարտ եմ ես իմ հայրենիքով, որ կրթել ու սիրել է ինձ և ծնել է ինձ որպես հայ։ Լիդա Ասատրյանին մշտապես աջակցել և ըստ արժանվույն գնահատել է Ալիսիա Կիրակոսյանը, արգենտինահայ բանաստեղծուհի, դերասանուհի, թարգմանչուհի, ով բազմիցս հրապարակել է Լիդա Ասատրյանի բանաստեղծությունները Սևան կոչվող ամսագրում և իր խորհուրդներով միշտ փորձել է օգտակար լինել անգամ գրական առաջին քայլերն անող հայ մանուկներին ու պատանիներին։ Նրա շնորհիվ նաև հրապարակվեց Շիրազի նվիրված բանաստեղծությունը։ Լսենք այն Էստերի կատարումով։ Շիրազ, իմ ժողովրդի դու ջերմ արևը, նրա երակի հոսող արյունը, տաճար Անի ու Զվարթնոցի, որ քո վեր տեսքով կանգնած ես ամուր,
Եվ ոչ մի չարձերք եւ ոչ մի ոսող չի կարող փլել բարձանքը քո սեք։ Դու լեր հայրենի, Արարատ վսեմ, դու մշտարթուն ու տարապող մի սիրտ, ոչ իմ բանաստեղծ դու չես մահացել, ապրում ես մեր սրտերում կարոտ եւ կապրես այնքան որքան որ ազգս ապրի այս աշխարհում։ Մեկ այլ գեղեցիկ ստեղծագործություն է նվիրել նաև հայ երգի դեսպան Թովմաս Պողոսյանին։ Կատատանի անդերին։ Սիրով ձեզ եմ ներկայացնում Լիդա Ասատրյանի հայ երգի դեսպան բանաստեղծությունը։ Երգում է Զերքեր Գոհաշուվական եւ Սայաթ Նովա, Շահեն Ջիվանի։ Դու լովա մարզի երգիչ պատվական, ունես երգերի մի բուխտ ընտրանի։ Ձայնը ձնգած համայն աշխարհում, խրոխտ երգերդ ազգ են պատմության։ Ժողովուրդն է քեզ սիրում մեծարում, հայ երգի դեսպան Թովմաս Պողոսյան։ Դու հայտնի դարձար բազում երգերով, ազգ հայրենիքի, գովես տեսանում։ Շատերին տարար դու քո հետքերով, նախնիների պես դու խառադարում։ Շնորհակալություն։ Ինչ-որ մեկը որ պահի։ Շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ միջոցառում էր, բոլորիդ շնորհակալ եմ ձեր ժամանակը տրամադրելու եւ շատ գեղեցիկ էր կազմակերպված ու ինչպես մի փոքր ներկայացնեմ եւ Լիդա Ասատրյանին եւ Իդեմս Լիդա Ասատրյանի շատ հայերի, ովքեր որ Սփյուռքում են եւ ովքեր որ իրենց սիրտը թողել են Հայաստանում, տեղափոխվել Սփյուռք եւ միշտ կարոտով հիշել Հայաստանը։ Լիդա Ասատրյանը 50 տարեկանում մահացել է, սակայն ինչպես այսօր ենք խոսում նրա մասին, պատմությունն է խոսում նրա մասին եւ ես ներկայացնում եմ միասնական ազգ-հասարակական կազմակերպության, մենք նախաձեռնությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք ունենք մենքի առաքյալներ, ծրագիրը համակարգում է Տիկին Հասմիկ Մաթևոսյանը, ում հետ նաեւ առանձին 100-ից ավել ծրագրեր են իրականացրել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Նախ միտք հղացավ, որ մի օր փորձի փոխանակման նպատակով դպրոցի ավագ դասարանի երեխաների հետ կարող ենք գնալ հեռավոր գյուղ եւ գյուղի երեխաների հետ օր անցկացնել, ամենահետաքրքիր օրը եւ խարույկ կվառենք, գիտարով կերգենք, այսօր մեկնարկը պլանավորման կտանք այդ միջոցառման անպայման։ Տիկին Հասմիկ Մաթևոսյանի եւ Լիդայի մայրիկի Տիկին Աղավնիի, նրա ընտանիքի Տիկին Հասմիկի բարեկամների հետ շատ ծրագրեր ենք իրականացրել, որը ես անվանում եմ խճանկարով հավաքած, կտոր եկեղեցի ենք լուսավորել, վերանորոգել Գնունիս գյուղում, հարյուրավոր ընտանիքներ սերմեր են ստացել, դասընթացներ ենք անցկացրել եւ մենք շարունակություն կունենանք նաեւ աշխատելու հնարավորություն կստեղծենք ձեր դպրոցի հետ, որովհետեւ ձեզ շատ սիրեցի եւ շնորհակալ եմ Տիկին Մովսիսյանին այս հնարավորությունը ընձեռնելու համար։ Իդեպ ժամանակը ցույց կտա գանձ եք ձեռք բերել Իդեմս Տիկին Մովսիսյանի, վստահ եմ դուք ոչ հեռու ապագայում դառնալու եք Երևանի լավագույն դպրոցը, վստահությամբ եմ ասում։ Իսկ Լիդա Ասատրյանի մասին ուզում եմ ասեմ, որ Լիդայի նման կարծում եմ Սփյուռքում շատերը կան, ովքեր տարբեր բարեգործական ծրագրեր են իրականացրել կենդանության օրոք, բայց Լիդայի անունը հետմահու պահելու համար սա փոքրիկ կամավորական նախաձեռնություն էր, որը որ Տիկին Հասմիկը նախաձեռնել էր Լիդայի ընտանիքի հետ, իր հարազատների հետ եւ
փոքր կտորներով բավականին մեծ աշխատանքներ ենք իրականացրել եւ առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ Տիկին Հասմիկին եւ Լիդայի մայրիկին, Տիկին Աղավնիին, վստահ եմ նա դիտելու է եւ նա նույնպես բոլորիդ ամուր գրկում է, շնորհակալ եմ, որովհետեւ քանի ինչպես հոլովակում ասվեց մարդու մասին խոսում է, նա կա։ Շնորհակալ եմ, ամենալավն ու բարին եւ արև ձեզ։ Այս գեղեցիկ փոքրիկ ցերեկույթը կազմակերպելու համար։ Շնորհակալություն։ Բրավո։